Ապատեղեկատվության աճող ինտենսիվության ֆոնին այսօր ներկայացվել են կառավարության ուսումնասիրություններն առայն թե ինչպես ու ինչ գործիքներով են դրանք հայտնվում մեդիատիրույթ ու ինչպես են ազդում հանրային վստահության վրա։ Խնդրին անդրադարձել է Հայաստանի Հանրապետության վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։ Վերջինիս խոսքով ապատեղեկատվական և հիբրիդային սպառնալիքները նոր երևույթ չեն Հայաստանի համար։ Այս երևույթը մեզ համար նոր չէ, առերեսվել ենք դեռևս 21 թվականին, բայց ինչպես ամբողջ աշխարհում, այդպես էլ Հայաստանի Հանրապետությունում նախընտրական գործընթացների համատեքստում այս արշավները ուժգնանում են։ Ներկայացվել են վիճակագրական տվյալները, որոնք նախընտրական փուլում պատկերավոր խոսում են ապատեղեկատվության կտրուկ աճի մասին։ Եթե նախորդող 11 ամիսների ընթացքում մեր դիտարկումները արձանագրել էին շուրջ 72 դեպք, այսինքն դիտարկված ժամանակահատվածը նախորդ տարի մայիս ամսվա հատվածից սկսած, մինչև եթե դիտարկենք մարտի 15-ը, ֆիքսել ենք 72 դեպք։ Մարտի 15-ից ապրիլի 15-ի ժամանակահատվածում այդ դեպքերը ավելացել են 42-ով։ Այսինքն եթե 11 ամսվա ընթացքում 72 էր, իսկ 1 ամսվա ընթացքում 42, սա ցույց է տալիս, որ մեկ օրվա կտրվածքով մենք ունենում ենք 2, 3 կամ ավել թվով ապատեղեկատվական արշավներ, ինչը նաև փաստում է, որ արդեն նախընտրական բում փուլում այս ինտենսիվությունը շարունակվելու է։ Թվային դաշտում շատ հաճախ է փոխվում ապատեղեկատվության տարածման մեթոդաբանությունը, դա նաև տեսանելի է այսօր։ Եթե նախկինում տարածվող ապատեղեկատվությունը բուն ստեղծված էր ինչ-որ կեղծ լուրի և կեղծ թեզի մանիպուլատիվ տարածման շնորհիվ և որոշակի ամպլիֆայինգի արդյունքում, ապա մենք հիմա տեսնում ենք, որ տարածվող մանիպուլատիվ լուրերը իրենց հիմքում ունեն իրականության հետ որոշակի աղերս ունեցող փաստեր, այսինքն վերցնում են փաստ կամ իրողություն, դրա հետ կապում են կեղծ տեղեկատվություն, ստեղծում են պատումներ, որպեսզի տպավորություն ստեղծվի, որ այո, 1-2 փաստ կարող է իրականության հետ խաչվել, եւ մնացած պատումը, որը ներկայացվում է տարբեր լրատվամիջոցների կողմից, այս դեպքում օտարալեզու, օտարածին լրատվամիջոցների կողմից չի կարող օբյեկտիվ պատկեր ստեղծել։ Ընդգծվել է, որ ապատեղեկատվական արշավների թիրախը ոչ թե առանձին անձինք են, այլ պետությունը եւ հանրային վստահությունը։ Իրականում ապատեղեկատվական արշավների թիրախում որևէ պաշտոնյա չէ, կամ որևէ հանրային գործիչ չէ, կամ որևէ կուսակցություն եւ առավել եւս իշխանությունները չեն։ Թիրախում պետությունն է եւ հանրային վստահությունը։ Նման գործընթացները հանգեցնում են ժողովրդավարական արժեքների եւ ընտրական գործընթացների նկատմամբ վստահության նվազեցմանը, նկատում է Նազելի Բաղդասարյանը։ Առավելապես հանրությունը շատ դեպքերում ապակողմնորոշվում է։ Խնդիրը մեր ժողովրդավարական արժեքների թիրախավորումն է, խնդիրը հանրային վստահությունն է, խնդիրը օրինակ գալիք ընտրությունների հանդեպ վստահության նվազումն է, որ մարդկանց մոտ ստեղծվի իրավիճակ, որ ընտրությունների ելքը կանխորոշված է եւ բնավ այն ժողովրդավարական ուղին, որը ընտրել է կառավարությունը, այդքան էլ նշանակություն չունի։ Եվ հանրային աղմուկը, երբ որ մարդը ամեն օր առերեսվում է ինչ-որ կեղծ լուրի, կեղծ տեղեկատվության, կեղծ փաստերի, իրեն շեղում է իրականությունից։ Այս համատեքստում վարչապետի մամուլի քարտուղարը ընդգծել է պետական կառույցների տեղեկատվության պատասխանատուների դերի կարևորությունը։ Աստղիկ Խաչատրյան այսօր։